Սիրելի հետևորդներ, դիտորդներ, ես Մարիաննա Քաբաբյանն եմ եւ այսօր մենք ունենալու ենք շատ հետաքրքիր զրույց Գերմանիայից ժամանած հոկեբան, հոկեսոմատ, մեկ ուրիշ ես գրքի հեղինակ Գոհար Երանյանի հետ։ Ողջույն Գոհար։ Ողջույն։ Ուրախ եմ քեզ տեսնել Հայաստանում։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հյուրընկալել ես ինձ։ Շատ շնորհակալ եմ այս կարևոր դերը ինձ ստանձնելու համար, ինձ համար մեծ պատիվ է։ Կարծում եմ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր աղջկական զրույց, խոսելու ենք հոգեբանական խնդիրների, դրանց հաղթահարման տարբեր ձևերի մասին եւ հենց քո մեթոդների մասին եւ այն մարդկանց համար, ովքեր հենց նոր են ծանոթանում քեզ հետ, ուզում եմ մի փոքր պատմես քո մասին ներկայանս։ Ես Գոհար Երանյանն եմ, մեկ ուրիշ ես գրքի հեղինակ, 3 երեխաների մայրիկ եմ, ամուսնացած չեմ, այլևս, ու իմ ճանապարհը սկսել եմ սրանից 6-7 տարի առաջ, երբ ինքս ունեի խնդիրներ, ու ինքս ունեի հարցեր, որոնք ինձ շատ անհանգստացնում էին, ու ես իմ տեղում չէի զգում, ու այդ պատճառով ինքս իմ հարցերի պատասխանները փնտրելու ընթացքում ես հանդիպեցի հոգեբանությամբ հետաքրքրվեցի, առաջին մասնագիտությամբ թարգմանչուհի եմ, ավարտել եմ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ու երբ որ արդեն իմ ճանապարհը սկսեցի անցնել հետաքրքրվելով հոգեբանությամբ, արդեն լուրջ կրթություն ստացա կրթությունս Գերմանիայում, on-line, հետո ստացա off-line, հետո սովորեցի ռեյկի ու այդ ժամանակահատվածում բլոգ էի վարում Գերմանիայի կյանքի մասին ու արդեն իսկ հոգեբանություն սովորելով, աշխատելով ինքս իմ հետ իմ ամեն ինչը ես հասկացա, որ ես իմ կյանքը այդպես եմ պատկերացնում, մարդկանց օգնելով, առաջնորդելով, որովհետև ես արդեն լիքը հարցերի պատասխաններ գտել էի ու ես ինձ շատ հանգիստ էի զգում ու այդ ինքնավստահությունը, որ գտա, որ ինչ կարող եմ ես անել, ինչ կա իմ ներսում, այդ ինքնավստահությունը ես ունեի ու ինձ ամենասկզբում, երբ որ ես դեռ ուսանում էի, ինձ մարդիկ դիմում էին, որովհետև ես ամեն օր պատմում էի այդ ամեն ինչի մասին իմ բլոգում, իմ էջում, ու մարդիկ ինձ վստահում էին ու անգամ իրենց չէր հետաքրքրում դու ավարտել ես կրթությունը, թե ոչ։ Իրենք ինձ վստահում էին ու շատ կարևոր էր այդ վստահությունը ինձ տալիս էին իրենք ու ես օգնում էի արդեն իրենց։ Ես արդեն աշխատում էի իրենց հետ ու այդպես սկսվեց իմ ճանապարհը։ Ինչ ես կարծում հոգեբան դառնում են, թե ծնվում են ի վերջո։ Կարծում եմ գիտելիքը շատ կարևոր է, շատ կարևոր է, բայց երբ որ դու այդ ինքնավստահությունը չունես, ուզում ես 10 տարի սովորիր, ուզում ես թեորիան, հա, այսպես ասեմ, թեորիան շատ կարևոր է, բայց քո ներսի ինքնավստահությունը ամենակարևոր բանն է, որը այցելուն զգում է, ու եթե դու մի փոքր գալիս են քեզ մոտ բարդ հարցերով, բարդ ծանր խնդիրներով, դժվարություններով, հավատը կորցրած, ու եթե դու կապ չունի ինչ մասնագետ ես, դու եթե հավատ չունես, դու եթե քո կյանքը այնպես չի, որ դու հավատում ես, որ դու այդ բարուն, այդ ամեն ինչին, չգիտեմ, լավ բանին, այսպես ասեմ, հավատում ես, որ քո կյանքում կարա այդ ամեն ինչը լինի, դու չես կարողանում այդ փոխանցել, այցելուն ինքը զգում է, այցելուն այդ ամեն ինչը, այդ էներգետիկ մակարդակում, հա, քո վիբրացիաները զգում է, ինքը չի վստահի քեզ, ինքը փոփոխություն չի ունենա։ Կարող է գա աշխատես, բայց ինքը քիչ չի ունենա այն փոփոխությունը, որը պետք է ունենար օրինակ, հա։ Իհարկե ամեն մեկը ունի իր աճի այդ սանդղակը, հա, ամեն ինչ շերտ է բացվում, ամեն ինչի համար կա իր ժամանակահատվածը, բայց այդ փոքր բաները այսպես իր տեղը ունեն էլի։ Խոսեցինք, որ խնդիրներով են մարդիկ այցելում, ուզում եմ հենց հստակ բացես, ինչ խնդիրներով կարող են մարդիկ այցելել քեզ եւ ինչպես ես աշխատում, եթե չեմ սխալվում, on-line տարբերակով Գերմանիայից Հայաստան միացումներով աշխատում ես մարդկանց հետ։ On-line տարբերակով եմ աշխատում ու միայն Հայաստանի հայերի հետ, չէ, ամբողջ աշխարհից այցելուներ ունեմ Ամերիկայից, Իսպանիայից, Գերմանիայից, աշխարհի բոլոր երկրից, Ռուսաստանից, տարբեր տեղերից։ Հիմնականում հարցերը այսպիսին են, հա, երբ որ մարդը չի գտնում իր տեղը, չգիտի ինքը
ինչա ուզում դառնա, հա, կարող է ինքը 40 տարեկան լինի, բայց ինքը չգիտի ուր եմ ուզում շարժվեմ, ինչ եմ ուզում կյանքում, մարդը կորցրել է իրեն, մարդիկ կան ունեն երեխաներ, երեխաների հետ հարաբերությունները այն չի, ամուսնական հարաբերությունները, կանայք կան ովքեր որ օրինակ հասել են ինչ-որ կետի, հա, բիզնեսը ունեն իրենց, բայց օրինակ եկամուտը այն չի ինչ-որ կլիներ, ամեն դեպքում մարդը գալիս է խճճված, հա, ես ունեմ լիքը հարցեր, բայց ես չգիտեմ որտեղ փնտրեմ իմ հարցերի պատասխանները։ Եվ ինչ մեթոդներով է։ Ինչ մեթոդներով է, տեսեք, հոգեբանը մարդիկ մտածում են ինչ պետք է անի հոգեբանը, հա, նստում է ու գումար է աշխատում եւ այլն, եւ այլն։ Չի կարելի խոսել նույնիսկ։ Հա, չի կարելի խոսել, բայց այսպես մի գաղտնիք բացեմ, հոգեբանը հարցեր է տալիս։ Հոգեբանը հարցեր է տալիս է ճիշտ հարցեր, ես միշտ այդ նշում, տալիս է ճիշտ հարցեր, որը չի տա։ Տեսեք, շատ մարդիկ ասում են, ես կգնամ իմ ընկերների մոտ, հա, չգիտեմ, ես հոգեբանի չեմ դիմի, տեսեք, ընկերները հատկապես Հայաստանում, հա, հատկապես Հայաստանում ու հատկապես, չգիտեմ, ուրիշ այլ տարիքների մարդիկ, հա, մի փոքր ավելի մեծ տարիքով եւ իրենք չեն հասկանում, թե դրա տարբերությունը որն է, որովհետեւ քո ընկերները երբեք չեն տա այն հարցերը, ինչը կտա հոգեբանի, իսկ այդ շատ կարեւոր է, որ հոգեբանը տալիս է քեզ ճիշտ հարցեր, որի մասին դու ինքդ քո ընկերները, դու ինքդ չես տա երբեք։ Ու երբ որ դու գալիս ես արդեն պատրաստ, դու ուզում ես, հա, երբ որ դու պատրաստ ես, որ դու այդ հարցերի պատասխանները գտնես, մարդիկ կան գալիս են պատրաստ չեն, բայց մարդիկ էլ կան գալիս են պատրաստ են ու այդ հարցերի հետ ես ասում եմ, վաու, որ դու այսքան պատրաստակամ, լսում ես քո ներսի պատասխանները, դու արդյունքները կունենաս ու շատ արագ կունենաս։ Եթե ինչ արդյունք են ակնկալում մարդիկ։ Մարդիկ գալիս են, օրինակ ունեմ այցելու, ով եկել է, ունի բալիկը ունի խնդիր, հա, առողջական խնդիր ու ինքը իրան տեղում չի զգում, ինքը իրան ուզում է մեղավոր ազգում, հա, ես եմ մեղավոր, որ այսպես ստացվեց, ինքը իրեն քննադատում է, հա, ու ինքը երբ որ իրան մեղավոր ազգում, ինքը իրան թույլ չի տալիս առաջ գնալ, ինքը թույլ չի տալիս, որ բացի իր կյանքից այն այդ կյանքը, որ չի ստացվել, ինքն էլ իր կյանքն է վատացնում, բայց այդպես պետքա բացատրում եմ, որ չենք կարող մենք բալիկին օգնենք։ Դու ինչ ես ուզում։ Ուզում ես, որ երեխայի համար լավ լինի, չէ՞։ Ոնց կարա լավ լինի երեխայի համար, եթե երեխան տեսնում է, որ մաման ինքը իրան լավ չի նայում։ Դու պետքա քեզ լավ նայես, որ քո երեխան տեսնի այդ, ու այդ երեխան ինքը արդյունքն է տեսնում։ Տեսնում է մաման ոնց է իրան նայում, ոնց է իրան պահում, որ ինքն էլ այդպես պահի իրան։ Ինչ ենք ուզում։ Օրինակ ինձ համար այդ շատ մեծ մոտիվացիա է եղել իմ երեխաները։ Իմ երեխաները ինձ ամենամեծ մոտիվացիան են եղել ամեն ժամանակահատվածում։ Իրանք նայել են ինձ ու ասել են, որ օրինակ այս պահին դու ուրախ չես, հա։ Իրանք ուրախացել են իմ բաժանումից հետո, երբ որ մի անգամ իրենք դրել էին հաղորդում, որ ես նայեի ու ժպտայի։ Ու այդ միտքը, որ իրանք նայում են այդ հաղորդումը, ու ես հանկարծ ծիծաղացի ու իրանք ինձ ասեցին ուսենց ուրախությունից Գաբի իզոկ մաման ժպտաց ուտեղ ես հասկացա որ ես պետք է արդեն սկսեմ ժպտալ այսինքն Ես լիովին համաձայն եմ, ինչպես ասում են երեխային երջանիկ մայրիկապետ։ Ու այդ երջանկացնում է երեխային ու մի այսպիսի հարց ունեմ, ինչպես են հենց քո երեխաները ամուսնալուծությունը հաղթահարել, արդեն քո վիճակը իրենց ճնշել է, ես դա հասկացա, իսկ առհասարակ ինչպես անցավ այդ ադապտացիոն փուլը, որ ծնողները այլևս միասին չեն լինելու ու ինչպես դա ազդել արդեն քո հենց քո որպես հոգեբան պրակտիկայի վրա հետագայում աշխատելով այն կանանց հետ, ովքեր նման իրավիճակում են հայտնվել։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Սկզբնական շրջանում իրականում ես կարող եմ ասել, որ շատ դժվար է եղել։ Ամենասկզբնականում որոշումը կայացվել է, բայց այդ որոշմանը այնպես չի, որ ես շատ պատրաստ եմ եղել ու այդ process-ը պետք է ապրեի ու բաց թողնեի։ Սկզբում շատ ցավերի մեջ եմ եղել իրականում ու այդ ցավերը մի քիչ ազդել է երեխեքի վրա, բայց ես արագ հավաքվեցի, որովհետև այդ գիտելիքները ունեմ։ Իհարկե իմ գոլեգային դիմել եմ, որ մենք արդեն շատ լավ ընկերներ ենք, հա, ու այդ հարցերը ինքը ինձ այդ հարցերը տալու կարիքը ես ունեցել եմ, որ իմ գոլեգան այդ հարցերը ինձ տա, ու ես հասկանամ, ես ինչ եմ ուզում, որ կողմի վրա պետքա շարժվեմ, ու այդ process-ը բավականին կարծում եմ
եթե ես հիմա հետ եմ նայում, իմ կարծիքով շատ արագ հաղթահարվեց։ Երբ որ ես այդ ցավերի մեջ էի, ես մտածում էի կգա մի օր, որ լավ կլինի։ Ես չէի մտածում, որ լավ կլինի իրականում։ Ինչ խորհուրդ կտաս հենց այն կանանց, ովքեր հենց այս փուլում անցնում են ամուսնալուծության հենց այդ սկզբնական ցավոտ շրջանը։ Ցավոտ շրջանը ուզում եմ ասել, որ հիշեն, որ լավ օրեր լինելու է։ Հիմա դուք ցավերի մեջ եք ու չեք մտածում, որ չեք պատկերացնում, որ այդ օրը կգա, բայց այդ օրը կգա ու պետքա դուք մի հատ ձեր այդ լավ օրից բաժանում է մի հատ որոշում, որ դուք որոշեք, որ ես այսօրվանից ուզում եմ, որ իմ կյանքում լավ լինի։ Երբ որ դուք այդ ազդակը, այդ հարցը, այդ հարցը մտակ ձեր ուղեղին, հա, որ ես ուզում եմ լավ լինի, ուղեղ ջան, ինձ ասա ոնց անեմ այդ ամեն ինչը, գլուխ ջան, ասա ես ոնց անեմ այդ ամեն ինչը։ Ու այդ հարցերը կգան ձեզ մոտ, լավ, այս ուղղությամբ շարժվի, այն ուղղությամբ շարժվի։ Հա, պետք է փորձես ինքդ քեզ լսել, հա, այդ ամեն ինչը, տեսեք, դժվար չի հասկանալ իրականում։ Մարդը պետք չի, որ ամբողջ կյանքը գնա հոգեբանի մոտ, որ այդ հարցերը լուծի, ինքը կգնա 1, 2, 3 անգամ, մի քանի անգամ, հա, ու եթե ինքը չի ունեցել շատ խիստ շատ ծանր ահավոր տրավմաներ, ինքը կվերցնի այդ ամեն ինչը, հոգեբան ինչ հարցեր տալիս, լավ ինչի վրա պետքա կենտրոնանամ, որ հարցերն են իմ համար կարևոր, ես կենտրոնանամ, հասկանամ, հա, այս հարցը այստեղից եմ սկսում, այս կողմ եմ շարժվում եւ այլն, ինքը կգնա հունի մեջ կընկնի ու կգնա արդեն։ Հա, ինքը կկարողանա ինքն իրան օգնել։ Ես միշտ որ գալիս են ինձ մոտ ասում եմ, ես միշտ չեմ լինելու, իմ առաքելությունը համարում եմ, հա, շատ կարևոր, որ ես իրանց սովորացնեմ ոնց է այդ ամենի ուղղորդեմ ու ուղղորդումը տամ ու ասեմ, որ այս ձև դու պետքա հետո անես, երբ որ ես չլինեմ։ Դու այդ քո մոտ հաստատ ստացվելու է, այսպես, որտեվ ես այդ փուլը անցել եմ, հասկանում ես։ Եթե ես անցած չլինեի, ես զուտ գնայի որպես առաջին մասնագիտություն ընտրեի հոգեբանություն, հետո այդ ամեն ինչին գայի, գուցե ես այսպես չլինեի, բայց երբ որ ես այդ փուլը անցել եմ, ու ես փառք Աստծո ես հանդիպել եմ շատ լավ մարդկանց, ես որտեղ որ սովորել եմ շատ լավ մարդիկ են եղել ու սովորել եմ տարբեր դպրոցներում, հա, եւ գերմանացիների մոտ, եւ ռուս մասնագետների մոտ եւ այլն, ու այդ շատ կարեւոր է, որ այդ ամեն ինչին, հա, դու տիրապետում ես ու գիտես, որ այլ տարբերակներ էլ կան, հա, ոչ միայն այս հայկական տարբերակը եւ այլն, այդ մոտեցումները համադրելով, այսպես, կարեւորում են, որ իրենք իմանան, որ իրենք այդ ամեն ինչը կարող են հաղթահարել։ Երբ որ գիտեն այս տարբերակով, երբ որ ես դժվարություն ունենամ, ինձ առաջին օգնությունը կարամ ցույց տամ։ Տեսեք, ես էլ եմ մասնագետ, բայց ես էլ ժամանակ առ ժամանակ ունենում եմ այդ կողքից մի հատ sense ալիքի այդ տալչոկի, չգիտեմ հայերեն ոնց են ասում, այդ կարիքը, հա, հրելու, որ ինչ որ մեկի ինձ մի հատ sense, հա, գնամ ու ասեմ, որ գիտես, այս պայն այս հարցն է, մոտ ու չեմ կողմնորոշվում, մի հատ ինձ հարցրու, հա, իմ գոլեգային ասում, այս վիճակն է, ինքը ինձ երկու հատ հարց է տալի, վсё։ Մենք 2 րոպեում արդեն կհասկանանք ու նույնն էլ ես իրել։ Ինձ թվում է հոգեբանը, եթե քո ասածը ամփոփեմ, օգնում է մարդուն ձևավորել մտածելակերպ եւ այդ մտածելակերպով ինքն իրեն հանել ծանր իրավիճակներից իր ուղեղի աշխատանքի օգնությամբ ու քանի որ բացի հոգեբան լինելը նաեւ հոգեսոմատ ես ու ինչքան որ ես գիտեմ հենց այդ կապն է ուղեղի եւ տարբեր օրգանների, որոնց վրա մեր ուղեղը կարող է այնպես ազդել, որ մենք շատ լուրջ հիվանդություններ ձեռք բերենք ֆիզիկական, կուզեի մի փոքր նաև այս թեմայի մասին խոսեինք, որովհետև ինձ թվում է շատ կարևոր է, շատ ակտուալ է ու շատերը հիմա գիտակցում են մեր մտքերի ուժը եւ ցավոք սրտի նաև վատ ազդեցությունը մեր առողջական վիճակի վրա։ Շատ կարևոր հարց ես տալիս ու ինչն է այստեղ կարևոր որ հասկանանք մեր մարմինը մեկ ամբողջություն է որտեղ հոգին ու միտքը այսպես փոխկապակցված են, հա, ու երբ որ մեր գլխում այդ մտքերը պատտվում են, հա, անընդհատ ես ինքս ինձ թերագնահատում եմ։ Բերեմ վերջին օրինակս, աշխատել եմ գերմանացի կնոջ հետ, արդեն ինքը չուզեց տարիքը նշի, ես էլ չպնդեցի, որովհետև անձնական հարց է, հա, բայց կարող ես հանգիստ աշխատել առանց տարիքը իմանալու եւ այլն։ 60-ից կարծում եմ մոտ կլիներ ու
ուներ հարցեր, հա, պարանոցի հատվածում ահա որ ցավեր։ Իսկ հոգեսոմատիկան ասում է պարանոցի հատվածի ցավերը ինքնա թերագնահատումն է։ Ինքը, հա, ինքս ինձ թերագնահատում եմ։ Այսպես ասեմ, ամեն մի օրգան ունի իր նշանակությունը, թե ինչի համար է այս օրգանը պատասխանատու։ Հա, ու ըստ դրա ինչ մտքեր բացասական ինչ մտքեր էլ որ մեր գլխում պատտվում են այդ բացասական մտքերը խփում են այդ համապատասխան օրգանին օրինակ իմ YouTube-յան էջում կարող են մարդիկ տեսնել թե ես մի ամբողջ այսպես թեմա եմ արել, հա, վեբինար եմ արել, բացատրել եմ, թե որ մարմնի որ հատվածը ինչի համար է պատասխանատու եւ իմ Instagram-յան էջում կա այդ ամեն ինչի մասին, կարող են մտնել, կարդալ ու լիքը ինֆորմատիվ ինֆորմացիա իմանան իրենց մարմնի մասին, թե ինչ մտքերից ինչեր կարող են առաջանալ կամ եթե ունեն արդեն ինչ-որ խնդիր հասկանան այդ խնդիրը որտեղից է գալիս Այսպես շատ փոխելով մտքերը կարող են փոխել իրենց առողջական վիճակը իմ այցելուն գերմանացին հա ուներ այդ պարանոցի խնդիրը արդեն ահագին ժամանակ ու հիմնականը խնդիրը այն էր որ փոքր տարիքից հայրը թողել գնացել է ու մայրը իրեն չի թույլ տվել շփվել հոր հետ ու ինքը դրա համար իրեն շատ էր մեղադրում գումարած դրան ինքը դարձել էր իր մամայի մաման դերային խախտում հա ինքը ոչ թե իր դերում էր երեխայի դերում էր ինքը դարձել էր ծնողի ծնողը որը մենք տեսեք այդ ժամանակ ես շատ զարմացա իրականում որ կապ չունի Հայաստան ենք կապ չունի Գերմանիա ենք խնդիրները միևնույնն է հա շատ բաներում նման են ու ազդում են մարդու վրա ու պլյուս դրան ինքը իրեն շատ թերագնահատում էր ես բավական չեմ հա մամայիս ես չեմ կարողացել չգիտեմ ես ինչը ամեն ինչը տամ մամայիս կողքը չեմ կարողացել լինեմ անընդհատ մենակ իր մտքերը այդ բացասական բան էր որ ես մամաս մահացավ ես իր կողքը չեղա կամ բացի այդ չէ գուցե ես կարող եմ իր համար ավելին անել բայց չեմ արել այսինքն ամեն ինչ պատտվում է իր անձի շուրջ որ ինքը բավական չի ես ես չեմ արել հա թերարժեքության այդ խնդիրը հա ինքնագնահատականի խիստ անկում ու պլյուս դե մաման էլ իր ես շատ կարևոր բան է որ հենց ամենաառաջին կետում մաման իրան երբեք երջանիկ չի զգացել ահա ու ինքը իրան ու ինքն էլ իրան հիմա թույլ չի տալիս երջանիկ լինի որովհետեւ մաման դե երջանիկ չի եղել ոնց կարող եմ ես երջանիկ լինեմ տեսեք ինքը չգիտի այդ ոնց է հա ինքը չգիտի այդ ոնց է իրականում նմանատիպ խորքային գիտակցումները թաքնված են այտենց շատ շերտերի տակ ու մարդը իրոք կարող է դառնալ 60 տարեկան ու չգիտակցի իր մտքերը նույնիսկ որտեղից են ծնվում որ կարող է տրավմայից ծնվի չէ այդ միտքը իր մեջ այդ համոզմունքը ու ինձ թվում է հոգեբանին դիմելը համոզմունքներ ու որոշումներ ինքը որոշել է որ պետքա այտենց լինի ավելին չի կարա հա համոզմունքների վրա է երևի հոգեբանը ավելի շատ ազդում համոզմունքներն են իսկ հոգեսոմատը էլի հոգեբանական թերապիայի միջոցով է աշխատում թե այլ մեթոդով նույն մեթոդն է զգացողությունների հետ, հա, ինչ ենք զգում մարմնում, երբ այս խնդիրը կա, մարմնական զգացողությունների հետ։ Տեսեք, այսպես բացատրեմ, հա, ինքը եկել է ունի համոզմունք, ոնց որ համոզմունքը սեղանն է, որը ունի 4 ոտքեր, հա։ Բայց այդ սեղանը պետքա կոտրվի ու ինքը պետքա գտնենք մի հատ համապատասխան այլ մի հատ ուրիշ սեղան հա որը ուրիշ որոշում որը ինքը շրջապատում պետքա ինչ-որ ձևով տեսնի այդ որոշումը հա օրինակ ինքը չգիտի ոնց է հասկանում եք ինքը եկել է այո մարդիկ շատ չեն պատկերացնում բայց ոնց օրինակ ով ունի այլ կյանք օրինակ Մարիանան ունի Գոհարը ունի հա ոնց է այդ ամեն ինչը Գոհարը օրինակ բաժանվել է ոնց է հիմա ոնց է ինքը իրան զգում օրինակ բաժանվելուց հետո հա սկզբում լավ էր բայց հիմա օրինակ իրան լավ է զգում հա ոնց կարա այդ լինի ոնց արեց Գոհարը օրինակ որ իրան լավ զգաց կամ չգիտեմ ուրիշ օրինակ բերենք հա մարդը գումար չուներ, հա, բայց ուներ ցանկություն հարստանալու, ոնց արեց այդ աշխատանքը ոնց գտավ, իրա որ հատկանիշի վրա այդ ամեն ինչը կառուցեց,
այսինքն շուրջը պետքա մի քիչ նայել, եթե ես չգիտեմ, օրինակ Պողոսը գիտի այդ, ինքը այդ ոնց արեց այդ ամեն ինչը, այսինքն մարդիկ չեն տիրապետում ինչպեսին։ Իրենք ուղղակի տեսնում են այլ մարդկանց կյանքում արդյունքը։ Հա, իրանք մտածում են, որ իրանց մոտ չի լինի եւ այլն։ Դրա երկրորդ կողմը, թե ինչպես են մարդիկ այս կամ այն բանի հասնում կամ ու ինքը դու իրան ուղղոր տեսեք այդ ամեն ինչը մեր մեջ կա այդ ռեսուրսները այդ ամեն ինչը մեր մեջ կա համաձայն եմ մենք այդ ամեն ինչը զուտ իմ օգնությամբ իրանք դուրս են հանում իրանք իրենց նորովի տեսնում են ես իմ գրքի մեջ մի հատ շատ լավ արտահայտություն եմ գրել գտել եմ մեկ ուրիշ եսա չէ գրքիս վերնագիրը ես գրել եմ այնտեղ որ ոչ թե ես ինձ նոր գոհար ծնվեց եւ այլն չէ ուղղակի ես նորից գնացի հին գոհարին գտա հինը որը կար ու լիքը բաներ լիքը շերտերի մեջ իրան մոռացել էր հա երբ որ օրինակ մենք մամա ենք դառնում մենք երբեմն ապրում ենք մամայի ծրագրերով հա մենք աղջիկ էինք շատ լավ էր երջանիկ էինք ունենք մեր ցանկությունները հանկարծ դարձանք մամա մոռացանք մեզ օրինակ գրքիս մեջ եմ գրել որ եղել է տենց օր որ իմ ամուսինը ասել է դու այն ժամանակ ես խնամում էր բայց ինչի հիմա չես օրինակ խնամում այտենց օր եղել է ու այդ ամեն ինչը մնացել է։ Ինձ բոլոր կանայք այդ ամեն ինչը ու ինչի ենք մենք մոռանում այդ ամեն ինչը։ Որովհետև մեր մտքում ավելի կարևոր դեր ենք զբաղեցնում, քան նախկինում ենք ունեցել։ Հա, կարևոր է օրինակ տեղ, չգիտեմ, ամուսնու համար ճաշ պատրաստելը, տունը մաքուր պահելը, երեխաները ու փոխվում է, դու մնում ես ամենավերջին հետին պլանում, ու այդ ամենահետին պլանում, որ դու քեզ թողել ես, այդ ամեն ինչը իհարկե պտուղները տալիս է հետո։ Հատկապես մեր հասարակության նման հասարակություն, որտեղ մենք անընդհատ անverջ այդ օրինակն ենք տեսել մեր տատիկների, հորաքույրներ, մորաքույրներ, մայրիկներ ցանկացած կին պետքա լինի զոհի կարգավիճակում եւ հենց ինքն է համարվում լավ մայրը լավ ինքը ասում է որ այդպես էլ պետքա լինի հիմա ասում են հիմա որ մեր մեծերը օրինակ 2 օր առաջ եմ եկել 3 քաղաքով քայլում եմ ու լսում եմ խոսում են մի ինչ որ երևի ինչ որ ռեստորանի հետևում նստած այդ ռեստորանում աշխատող մարդիկ ովքեր ուտելիքներ էին պատրաստում հետևում խոսում են ամուսնալուծությունները դարձել են նորմալ ոչ ամոթ ունեն ոչ աբուր ունեն ընկերներ մեծ տարիքի կանայք շատ լավ հանգիստ կթերագնահատեն այն սերունդին բայց եկեք մի հատ բան հասկանանք որ ձեզ նայելով հա մարդիկ երեխաները դուք այն միշտ այն տենց կատարյալ որ ամեն ինչին զոհ եք գնացել եւ դուք սովորացրել եք որ այդպես պետքա լինի հիմա ոչ մի այսպես ասեմ տղամարդ կարծում եմ ոչ մի տղամարդ չի հարգում այն կնոջը ով ինքը իրան մոռացած ապրում է ոչ ցավոտ բան ասեմ այն ժամանակ էլ չեն հարգել ու այստեղ խնդիրը հենց դրանում է որ այդ կանանց սովորացրել են որ իրենք պետք է այդ զոհի կարգավիճակում լինեն որ ուրիշները լինեն երջանիկ ու ոչ ոք իրենց չի ասել իսկ դու ինչից ես երջանիկ քեզ գալու եւ հենց այնա որ ոչ ոք չի ուզում գտնվի այն մարդու աուրայի շուրջը ով որ երջանիկ չի միշտ դժբախտ է դժգոհ է չէ այսինքն այդ քո նշած էներգետիկ մակարդակում մի հատ բանը շատ լավ բան ես ասում բայց մի բան էլ ասեմ որ կա նաև հակառակ տարբերակը որ այդ դժբախտ մարդիկ էլ հա իրենք երջանիկ մարդկանց չեն կարողանում հանդուրժել որտեվ իրանք չգիտեն ինչպես է այդ ամեն ինչը ու մեր Հայաստանում կարծում եմ երևի այտենց ինչ որ հավասար սենց հիմա մի քիչ բաժանված է հա որ երբ որ դու երջանիկ ես երբ որ դու ուրախ ես դու տարբերվող ես դու չգիտեմ ինչ ես արել որ հասել ես այդ երջանկությանը բայց կանայք էլ ու այն մարդիկ էլ ովքեր որ երջանիկ են ու չունեն գիտելիքներ որ այո ինձ կարելի է երջանիկ լինել իրանք շատ էլ կոմպլեքսավորվում են այդ ամեն ինչից բայց ես ուզում եմ իրանց ասել որ ոչ մի ձևով մի կոմպլեքսավորվեք հա որովհետև պետքա դուք հասկանաք որ դուք արժանի եք որ դուք հասել եք դրան ու այն մարդիկ ովքեր որ ձեզ կողքից կթերագնահատեն կողքից ինչ որ բաներ կասեն դուք հիշեք որ դուք օրինակ եք ծառայում սերունդներին, որ ոնց կարելի է երջանիկ լինել, ոնց կարելի է կառուցել ձեր կյանքը ու օրինակ եք ծառայում, լավ առումով եք օրինակ ծառայում։ Ու ձեզ կթերագնահատեն, որ ինչպես ինձ շատերը, ու ձեզ կթերագնահատեն, որովհետև դուք կարողանում եք ձեզ թույլ տալ երջանիկ լինել
ու այդ ամեն ինչը անում եք գիտեք ինչպես երջանիկներ ձեզ կթերագնահատեն դրա համար բայց ընդհանրապես ոչ մի բանի մասին մի մտածեք ու հանգիստ շարունակեք երջանիկ լինել հանգիստ երջանիկ եղեք ապրեք որովհետև այդ մենակ տեսեք եթե մենք ուզում ենք այդ մի քիչ լայնամասշտաբ ենք մտածում եթե մենք ուզում ենք մի հատ լավ բան անենք այս աշխարհի համար մենք ամեն մեկս մեր պարտավորություն ունենք դրա համար երջանիկ լինելու ես լիովին համաձայն եմ ու մեր երեխեքը նայելու են ուրախանալու են ու իրանք էլ փոխանցելու են իրանց երեխեքին վախ մաման գիտեր ոնց վայելի կյանքը հա ոչ թե մաման վախերի մեջ էր ապրում վայ մաման ասում էր այստեղ մի գնա որտեվ սենց կլինի չգիտեմ ամեն ինչ էս ինչը կլինի այն ինչը կլինի ինչը ես որպես երկու աղջիկների մամա շատ կարևորում եմ որ իրենց հնարավորինս այդ կոմպլեքսները չփոխանցեմ, այսինքն այն ինչը որ մեզ փոխանցել են, իմ համար շատ կարևոր է, որ իրենք հասկանան, որ իրանք կարևոր են, իրանք իրավունք ունեն սխալվելու, հա, եթե ինչ որ սխալներ կանեն, իրանք իրավունք ունեն նոր սովորելու։ Ես իրանց համար բարձ եմ բացատրում կյանքը։ Ասում եմ, որ այդքան բարդ չի ամեն ինչ, այսինքն հեշտ է։ Իրականում մարդուն հատուկ է բարդացնելը, չէ՞։ Հա, ես ասում եմ, որ ամեն ինչ հեշտ է, ինչ որ հարցի թե կլինի, ամեն ինչ կլուծենք, ամեն ինչ լուծելի է։ Չգիտեմ, օրինակ եթե ասում, եթե այս պահին կա, որ ես չեմ հասկանում ինչպես, այդ չի նշանակում այդ լուծումը չկա, հա։ Լուծում միշտ կա, եթե այս պահին չենք գտնում, կգտնենք մի լուծում։ Ես էլ եմ այդպես կարծում։ Իրականում այդ շատ կարևոր է երեխայի մեջ մանկուց այդ օպտիմիզմը ներդնել, որ ինքը միշտ հավատա, որ վերջում լավ է լինելու, չէ՞։ Որ ինքը կարող է օրինակ։ Եվ ինքը կարող է։ Հա, որ ինքը կարող է ու ինչ ուզի ինքը իր մտքին եթե դնում է, այդ ինքը կհասնի դրան։ Ինքը կարող է այդ տարբերակ, ասում լիքը տարբերակներ կա։ Կարանք մանկանք գտնենք։ Ոնց։ Այդ տարբերակները միշտ կա։ Որ թեթև, չգիտեմ, թեթև, ես այն ժամանակ այդքան թեթև չեմ ապրել, ինչքան հիմա։ Կյանքի դասերը սովորել եմ ու այնպես չի որ հիմա դժվար պահեր չեն լինում որ ես ինչ որ sense կարող մի օր նեղվեմ, հա, եթե այն ժամանակ ես կարեի այն ժամանակ եթե ինչ որ ստրես լիներ, ես մի 14 օր ուշքի չէի գա, բայց հիմա ես մի թեթև կարամ sense նեղվեմ, կարամ մի քիչ լացեմ օրինակ ու գնա լացեմ ու վեր կենամ գնամ առաջ, բայց եղել է ժամանակահատված ու այդ ժամանակահատվածը շատ խորը հետք թողեց ինձ վրա, որ մի տարի էր, որ ես հասկանում եմ, որ ես մի րոպե ես մի անգամ չեմ լացել։ Ես ֆիքսել էի, որ ես մի տարի չեմ լացել ու այդ պահը ես ուզում եմ ասել այս պահին բոլոր կանանց, ովքեր որ զգում են, որ իրանք այդ փուլի մեջ են, որ ինչ որ ժամանակահատված կա, որ իրանք չեն լացել ու չեն կարողանում, կան, ինձ դիմում են, ասում են, որ ես չեմ կարողանում լացել։ Շատ տարածված է իրոք այդ խնդիրը։ Ընկերներ դիմեք մասնագետի օգնությանը, դիմեք ինձ։ Պետք է այդ արագ հաղթահարեք, պետք է այդ ամենից արագ ազատվեք։ Առհասարակ մենք խոսեցինք կանանցից եւ իրանց դերից մեր հասարակությունում, բայց արի համաձայնենք, որ տղամարդիկ էլ լուրջ խնդիր ունեն, հատկապես էմոցիոնալ ինտելեկտի հետ, խոսում ենք չլացելուց, եթե կանանց մոտ դա մեկ-մեկ չի ստացվում ու դա լուրջ խնդիր է, ապա տղամարդկանց առհասարակ մանկուց արգելվածը էմոցիաները արտահայտելը։ Դու խզիկ չես, որ լացում ես, չէ՞։ Այդ արտահայտությունները ամեն օր լսում ենք ու սա շատ ցավալի է, որովհետև մեծանում են տղամարդիկ առանց այդ soft skill-ի արտահայտել իրենց էմոցիաները։ Ու իրանք հետո կանայք երբ որ լացում են, իրանք մտածում որ հիմա հավաքի, հա, չի կարելի լաց լինել, բան հավաքվի, ու այդ ամեն ինչը ահա որ կարա կոտրի։ Երբ որ քեզ չհասկանան, որ դու ինչի ես լաց լինում։ Եվ չհարգեն քո էմոցիաները։ Հա, որովհետև լաց ես լինում, որովհետև այդ պահին դու քեզ անզոր ես զգում։ Անզոր ես զգում օրինակ բացատրել, որ դու ես ինչ խնդիր ունես, անզոր ես զգում հասկացնել, անզոր ես զգում, որովհետև քեզ օրինակ մեղավոր ես զգում, դրա համար ես լաց լինում։ Տարբեր հարցեր կարա լինի, բայց երբ որ դիմացինը չի հասկանում այդ ամեն ինչը, կարաս ահա որ կոտրվես։ Իսկ դու աշխատում ես տղամարդկանց հետ։ Ես աշխատել եմ, հա, ունեցել եմ այցելուներ, խմբային թերապիաներ եմ ունեցել։ Ես տեսեք, իմ մասնագիտությունը թույլ է տալիս աշխատել զգացողությունների հետ,
իսկ այդ զգացողությունների հետ աշխատել նշանակում է դու կարող ես ցանկացած իրավիճակում կապ չունի մարդը ինչ խնդրով է գալիս դու աշխատում ես զգացողությունների հետ այսինքն կապ չունի ֆինանսական հարցը առողջական խնդիրը դու այդ զգացողությունների հետ ես աշխատում դու հիմնական այդ ամեն ինչի հետ ես աշխատում այսինքն հիմնովին փոխում ես մարդուն հա այն արմատի հետ ես աշխատում իսկ կապ չունի թե ինչ հարցով եկան մեկը արմատը նույնն է հա այդ խնդիրների արմատը նույնն է օրինակ մանկության տրավմաներն են համոզմունքներն են այսպես ու այդ կետերի հետ ես աշխատում այսինքն խնդիրը կապ չունի դու եթե գիտես այդ ամեն ինչը դու ամեն ինչի հետ էլ կարողանում ես աշխատել այ ասացիր փողը ինձ թվում է շատերին հետաքրքիր է հենց այս թեման որովհետև շատ ենք լսում որ փողը ուղիղ կապ ունի մեր համոզմունքների հետ ու հատկապես չգիտեմ ոնց է այլ երկրներում բայց հայ ընտանիքներում շատ եմ հանդիպել այդ խնդրին որ մարդիկ ասում են որ այդ արտահայտությունը փողը ձեռքի կեղտ է այնքան խորն է բոլորիս մեջ գողեր են թալանչիներ են ես այդ ամեն ինչի հետ ես միշտ այսպիսի բան եմ ունեցել օրինակ ինչ սահմանափակող համոզմունք եմ ունեցել ես միշտ ասել եմ ու ես կարծում եմ որ այդ ինչ որ ձևով ահա որ ես բլոկավորել եմ էլի ես միշտ ասում էի իմ նախկին ամուսնուն դե պրոստը զուտ ինչ որ բան մենակ ցած հարուստ պետք չի լինենք շուտ ամեն ինչով յոլա կգնանք բան ցած կհարմարվենք մինիմում մենակ էսին չլինի այսինքն ոնց որ տարբերակներ էին տվել ինձ ու ես ասում եմ մենակ էս տարբերակը բայց ինչի՞ չէ երկուսն էլ հա ինչի՞ չէ այո այդ սահմանափակ համոզմունքները կամ պայուսակ գնել կամ երեխաներին ինչ որ բան գնել կամ քեզ միշտ մենք այդ ընտրության առաջ ենք ու այդ տեսեք շատ մեր ֆինանսական այդ վիճակի մեջ շատ կարևոր է թե մեր ինչա եղել ու մենք ինչ մտքեր ունենք օրինակ հարստության մասին այդ էլի համոզմունքներն է ես ուզում եմ ասել որտեվ այդ ինչից որ խոսում ենք ես այդ ամեն ինչի հետ առնչվել եմ օրինակ ֆինանսական ոլորտի հետ կապված առնչվել եմ նրան որ իմ տնեցիները իմ պապիկիս կողմը պապիկս եկել են Պարսկաստանից հա պարսկա հայեր են ու այն ժամանակ ինչ են ասել ինքը շատ հարուստ ա եղել իմ պապիկի պապան ու պապիկիս գյուղում ասել են միլիոն չի կարշակ պապիկիս պապային ուզեցել են վնասեն ուզեցել են սպանեն այսինքն որովհետև ինքը եղել է շատ հարուստ ու հեղինակավորում արդեն սովետական միությունում կարծում եմ Պարսկաստանում հա այնտեղ ուզեցել են իրանց վնասեն այդ իրանց փոքրիկ գյուղում բժշկիրտ գյուղն է եղել իրեն ուզեցել են վնասեն բայց մի բարի մարդ է եղել ով իրան հասցրել է որ քեզ ուզում են վնասեն վերցրու ամեն ինչ ու գնա այստեղից ու իրան այդ հարուստ լինելու համար են ուզեցել վնասել իմ պապաս պատմում է ասում է որ այս սայլը բարձել էին այդ ոսկին ու այդ արծաթը չէ ոսկին չէ երևի արծաթը հա արծաթը ասում է որ բարձել էին այս լրել էին մեքենայի մեջ ասում է այս կողմից այն կողմը չէր երևում այդ սայլի մեջ ասում է այս կողմից այն կողմը չենք տենում այնքան շատ էր այդ արծաթեղենը ու իրերը արժեքավոր հա այդ ամեն ինչը այսինքն ինչ անստաց հա այդ համոզմունքները ինձ չեն ես այդ մասին լսել եմ սրանից 1 տարի առաջ եմ դրա մասին լսել հա չեն էլ ասել բայց այդ ամեն ինչը նստած է եղել իմ ներսում հետո իրավիճակ կար որտեղ ես լսում եմ թե ինձ շատ հարազատ մարդը ինչպես է այն մյուս հարազատ մարդու մասին ասում այն մյուս հարազատ մարդը ավելի հարուստ են ավելի լավ են ապրում հա ավելի բարեկեցիկ են ապրում ու անընդհատ զգտում են աճեն ու այս մյուս մարդով չունի այդ զգտումը հա դե զգտումը հարմարվել հա դե կհարմարվենք հա դե հերիքա հա կա յոլա կգնանք հա հարուստները էս ինչն են հարուստները վատն են գոռոզ են եւ այլն բարձա որ գոռոզությունը բացասական հատկանիշ է ոչ մեկ չի ուզում գոռոզ լինի ու դե մտածում է վայ օքեյ եթե գոռոզներ մենակ հարուստներն են գոռոզ հա փոքր երեխա ես դու չես հասկանում այդ ամեն ինչը նստում է քո ներսում այո միանշանակ հա նստում է ուտեղ դու որոշում ես կայացնում հա մեր խնդիրն է որ մենք որոշում ենք այդտեղ կայացնում
ու այդ որոշումներն էլ հասուն կյանքում ազդում են մեր կյանքի վրա, մեր կյանքի որակի վրա։ Օրինակ ես որոշում եի կայացրել, որ ես պետքա ունենամ միայն 1 ամուսին, 1 տղամարդ պետքա լինի իմ կյանքում, ու այդ որոշումը երկար արդեն տարիներ, այդ վերջի տարիներին, այդ որոշումը արդեն իմ կյանքը դժվարացնում էր, բայց ես դրա մասին չեմ հասկացել։ Ես դրա, տեսեք, մասնագետ լինելով ես այդ ամեն ինչի մասին հասկացել եմ արդեն բաժանումից հետո, որ այդ որոշումն էր, որ այսքան երկար ազդում էր իմ կյանքի վրա, որ այսքան երկար ինձ սենց պտտեց, տեսեք մի հատ հասարակ որոշում, որ իմ կյանքում պետքա, ու դու վախենում ես, ասում ես լավ, վախենում եմ, որովհետև հետո բա ես օրինակ չեմ ուզում մենակ մնամ, հա, ես չեմ ուզում մենակ մնամ, բա հետո ինչ կլինի։ Բա հետո ինչ կլինի, բա ես ստիպված եմ ինչ-որ տղամարդու հետ ծանոթանամ, չգիտեմ, ապրեմ կամ ամուսնանամ, հա, չգիտեմ, ոնց կլինի։ Ու բա այն ժամանակ այնտեղ որոշում եմ կայացրել, որ ես ուզում եմ միայն 1 մարդ լինի իմ կյանքում։ Ու այդ ամեն ինչը տենց երկար ժամանակ քեզ պահում է, օրինակ, ոչ երջանիկ հարաբերությունների մեջ, ու պլյուս դու կարող ես 1 այլ մարդու կամքին հակառակ ապրել իր հետ, օրինակ, հա, կարա լինի տարբեր դեպքերում։ Իհարկե։ Տարբեր բաներ կարա լինի ու այստեղ մենք չենք ասում, որ այդ բաժանումը կամ այդ դժվար հարաբերությունները մենակ կնոջ համար են, չէ։ Տղամարդիկ էլ են շատ դժվար հարաբերություններ ունենում։ Օրինակ ես տաքսիով էի գալիս ու այդ մարդը, որ իմացա, որ ես հոգեբան եմ, ինքը պատմեց իր պատմությունը, որ իր կինն է իրան դավաճանել։ Շատ է պատահում։ Ու ինքը չի կարողացել այդ ամեն ինչների ու հիմա ապրում է ոչ այն կյանքով, որը կուզենար օրինակ որ ապրեր։ Բոլորներ ունեն այդ, տեսեք, ես չեզոք մարդ եմ ու ինքը այդ մարդը, երբ որ դու հասկանում ես, որ ունես գիտելիքներ, ինքը իր սիրտը ոնց որ ասես բացում է քո առաջ, որովհետև ուրիշ մեկի առաջ չի կարա բացի, ասի որ գիտեք, որպես տղամարդ իմ համար շատ վատ է, որ ինձ դավաճանել են։ Ես ինչ չէի հարգի, որ մնայի այդ հարաբերության մեջ օրինակ, բայց այնպես չի որ մենակ չգիտեմ։ Մեզ մեջ թվացը որ սա կանանց մասին է միայն եւ տղամարդիկ են միայն դավաճանում։ Իրականում դե բարձա որ այդպես հաստատ չի։ Ես էլ անկեղծ մինչեւ երևի չափահաս տարիք մտածել եմ որ միայն տղամարդիկ են դավաճանում։ Հետո ինչ որ հաղորդումներից, ինչ որ ֆիլմերից, երբ որ տեսել եմ որ փաստորեն կանայք են դավաճանում, սա իմ ամբողջ մտածելակերպի ու ներաշխարհի վրա շատ լուրջ ազդեցություն է ունեցել։ Ես անկեղծ զարմացած եմ եղել, որովհետև մեր հասարակության մեջ սովորաբար այդ տղամարդու դերժա դե տեսեք եթե հաստատ բերենք այդ համեմատական կարգով հաստատ տղամարդկանց ավելի շատ է կարող է ուրիշ հասարակությունների մեջ չգիտեմ ասեմ ուրիշ ազգերի մեջ գուցե հավասարակամ էլ ինչ որ չեզոք բայց կարծում մեր երկրում ես օրինակ չգիտեմ այդ եթե ես վիճակագրական տվյալները չգիտեմ իրականում դրա բայց այսպես ասած ես իմ այցելուների չգիտեմ ես ասեմ իմ այցելուների տոկոսային հարաբերությամբ հա իմ այցելուների 70%-ի մոտ կա այդ խնդիրը ամուսինը դավաճանել հա ամուսինը ոչ միայն դավաճանել է այլ նաև բռնություն է գործադրել շատ ասենք շատ խիստ ձևերով էլի այնպիսի ձևերով որ այդ մարդը օքեյ լավ ասենք հասկացանք ինքը մենք դեռ խոսեցինք տղամարդկանց չէ մասին ու ես իրոք մտածում որ այդ էմոցիոնալ ինտելեկտ չունենալ եւ էմոցիաներ չարտահայտելը բերում է հենց այդ բռնությանը որ դու չես կարողանում արտահայտվես դու գնում ես ծայրահեղ ագրեսիայի որպեսզի կարողանաս քո խոսքը լսելի դարձնել կամ ինչ որ մի էմոցիա արտահայտել դա արդեն ծայրահեղացում է երբ որ տղամարդը դավաճանում է ինքը այդտեղ չի ուզում ինչ իր խոսքը լսելի դարձնի ինքը ուզում է որ դու ձայն չհանես ինքը ուզում է որ դու ձայն չհանես ու դու չասես որ քեզ վատ է այդ ամեն ինչ ուզում է որ դու լռես որ դու հարմարվես որ ինքը դավաճանում է հասկանում եք չէ մեր հատկապես մեր հասարակությունում տեսեք պետք է լռել երբ տղամարդը դավաճանում որովհետև իր դավաճանելը նորմա է համարվում չգիտես ինչ որովհետև ասեմ ինչն է այստեղ խնդիրը որովհետև ես ունեցել եմ էլի այդպիսի այցներ տղամարդը դավաճանում է բայց այն ինքը ուզում է որ երկու աթոռի վրա նստի հասկանում եք հա ինքը շատ հաճախ ասում է բայց ես սիրում եմ ինքնուրույն հա բայց ես սիրում եմ բայց ինքը շարունակում է այդ ամեն ինչը անել։ Ու կինը մանիպուլյացիաներին է տրվում, որ հա ես կփոխվեմ, հա ես կանեմ, բայց ես քեզ եմ սիրում։ Հա, բայց լսում է, այն որ sense
չգիտեմ, շատ ինքը ուզում է անպայման որ կինը որ հարմարվի լսի, իսկ ինքը որ տենում է որ կինը միամիտ է, հա, միամիտ է, ինքը բան չի հասկանում, չի կարա ապացուցի այդ ամեն ինչը, բայց կնոջը ապացուցել պետք չի, ինքը գիտի։ Հա, ինքը այդ ամեն ինչը գիտի, պետք չի ինչ-որ բան։ Ինքը գիտի, տղեն էլ գիտի, կինն էլ գիտի, ամեն ինչ բոլորը գիտեն այդ ամեն ինչի մասին։ Բայց ինքը ուզում է համոզի, որ չէ, ես կփոխվեմ, բայց ինքը չի փոխվում, այստեղ կինը իրան չի հավատում է այդ մարդուն, որ այդ մարդը կփոխվի, բայց իրականում այդպես չի լինում։ Դե ինձ թվում է հատկապես մեծ սերունդի մոտ մենք տեսել ենք մեր աչքով, որ ոչ ոք չի փոխվում այդ շրջանակի մեջ, մարդիկ մնում են դժբախտ եւ այդպես ապրել են մեր ծնողները, մեր ծնողների ծնողները մինչեւ իրենց կյանքի վերջ զուտ, որովհետև այդ երկակի ստանդարտների զոհն են, որ եթե ամուսնալուծվեմ, իսկ ինչ կասեն իմ մասին ուրիշները։ Առանց մտածելու, իսկ եթե չամուսնալուծվեմ, ինչի նման կլինի իմ կյանքը, իմ երեխաների կյանքը, ինչին ականատես կլինեն նրանք։ Օրինակ կան որոշումներ, օրինակ ճիշտ է, ես մտածել եմ, որ ես ուզում եմ մի տղամարդ լինի իմ կյանքում, բայց ես նաև միշտ մտածել եմ, պատկերացնում, որ ես երջանիկ կյանք եմ ինձ համար պատկերացրել։ Օրինակ ես իմ գրքի մեջ գրել եմ, որ շատ կարևոր է ընտանիքը պահպանելը, ու ես ամեն ինչ արել եմ դրա համար։ Ես աշխատել եմ ինքս ինձ հետ։ Ես մտածել եմ, որ ինքս ինձ հետ աշխատելով կարող եմ ամեն հարցեր լուծել եւ այլն, բայց այդ աշխատանքը երկկողմանի է, ու դու չես կարող միայն ինքդ քեզ հետ աշխատելով, եթե չկա դիմացինի ցանկությունը, եթե դիմացինի համար էլ այդ ամեն ինչը կարևոր չի ընտանիքը պահպանելը, հա։ Ես համաձայն եմ, իհարկե, միակողմանի չես կարող պահել ընտանիքը։ Ու ինձ համար այդ դժվար էր գրել մի գիրք, որ ընտանիքը պահպանելու մասին է, ու այնուամենայնիվ կարացնել որոշում, որ դու չես ուզում միասին ապրել այլևս։ Միգուցե դա այն ընտանիքը չէր, որը պետք էր պահպանել։ Բայց ես վստահ եմ, որ ունեմ այցելուներ, ովքեր որ օրինակ եկել են խմբային, ամուսինն ու կինը, հա, ու եւ դու զույգային, հա, ու երբ որ դու տեսնում ես, որ տղամարդը նույնքան շահագրգռված է այդ հարաբերությունը պահպանելու համար, որքան կինը, միանշանակ իրանց մոտ հաստատ ամեն ինչ կստացվի։ Ու դու երբ որ ուղղությունը տալիս ես, ասում ես, հա, օքեյ, դուք 14 տարի է իրար հետ եք, բայց դուք ինչ գիտեք իրար մասին, օրինակ, հա։ Գուցե պետք է արդեն որ մի քիչ իրար ճանաչեք, որտեղ այն ժամանակ հա ամուսնացել եք, լիքը բաներ եք արել, բայց օրինակ այս տարբերակով կարելի է որ դուք անեք որ ձեր հարաբերությունները նստեք խոսեք, օրինակ չգիտեմ, ժամանակ շաբաթվա մեջ օրինակ կես ժամ ժամանակ հատկացեք միայն ձեր համար, օրինակ առանց հեռախոսների եւ այլն, հա։ Առանց երեխաների, առանց հեռախոսների։ Ու իմ այդ օրվա հանդիպումից հետո իմ այցելուին գրում եմ մի քանի ժամ անց, ինչպես անցավ ձեր երեկոն, ու ինքան լավ բաներ ասեց, մենք գնացինք, էս արեցինք ամուսնուս հետ, դուրս եկանք, գնացինք երեխաներս ինչը քշեց, sense շատ հավես անցավ։ Ու էլի է դեպքեր եղել, հա, որ sense իրանք շատ լավ կազմակերպել են այդ ամեն ինչը։ Այսինքն դու զգացել ես, որ քո մեկ խոսքը այնպես է ազդել մարդկանց վրա, եթե իրանք զույգով են եկել եւ երկուսն էլ շահագրգռված են հարաբերությունը պահպանել, հա, մենք իրար հետ աշխատում ենք, ես իրենց եմ հարցնում, օրինակ ինչ ենք կարծում, ինչ կարող ենք հիմա անել։ Ես ասում եմ, եթե ինքը ասում է էս ինչը, ես օրինակ էս ինչն էլ կարելի է, էս ինչն էլ կարելի է, հա։ Էս ոնց որ իրենց հետ աշխատելը, ոնց որ մաթեմատիկական խնդիր լինի, որ ես այդ ընթացքում լուծում եմ համ իմ համար, համ իրանց համար։ Երջանկության մեխանիկան։ Հա, էս էլ կարող ենք անել, էս էլ կարող ենք անել, օրինակ։ Ինչ ես խորհուրդ տալիս անել այն զույգերին, ովքեր որ երկուսն էլ շահագրգռված են, ուզում են նոր этап սկսվի իրենց հարաբերություններում, դեպի լավը ամեն ինչ փոխվի ու սպասում են հենց հոգեբանի հստակ խորհուրդ։ Հենց հիմա նայում են քեզ։ Ինչ անել։ Տեսեք, սենց ասեմ, ինչպես փրկել հարաբերությունները։ Խոսել, բայց ազնիվ խոսել։
բաց խոսել, պահանջները, օրինակ իրենք խոսում են, ասում եմ, դու գիտես, ասում եմ, դու ասում ես այդ ամենը, բայց դու պետք է ասես, որ դու վիրավորված ես զգում, որ ոչ թե որ դու վիրավորված ես, ոչ թե պետքա վիրավորենք, այլ ասենք մենք ինչ ենք ուզում։ Մենք պետք է հստակ ասենք մենք ինչ ենք ուզում, որ այս ինչ պահվածքը ինձ դուրս չի գալիս, ես ուզում եմ, որ իմ հետ դու շփվես կամ հա, օրինակ այս ինչը քո արարքի էս ինչը ինձ դուրս չեկավ, որովհետև ես ինձ զգացի վիրավորված, ես զգում եմ, որ դու ինձ ժամանակ օրինակ չես հատկացում կամ կուզենայի էս ինչը լինել։ Մենք խոսում ենք, մենք թերագնահատում ենք, մենք ասում ենք սենց, հա, վատ է, արժեզրկում ենք, բայց մենք չենք ասում էս ինչա պետք։ Դեստրուկտիվ խոսակցություն ենք տանում ու ոչ մի խոսում ենք ժամերով ժամանակը անցնում է, բայց մենք չենք ասում էս ինչա պետք իրականը։ Կարամ հասկանամ, որ չի կարողանում մարդը օրինակ կազմի։ Նստեք նամակ գրեք, տվեք, թող այդ մարդը կարդա օրինակ։ Իրականում ինչքան հեշտ է, չէ, թվում խոսել բառը, թվում է, որ բոլորս օժտված ենք, կարելի ասել, այդ ունակությամբ, եթե նույնիսկ չենք խոսում, կարող ենք իրոք գրել, բայց կոմունիկացիան այս հատկապես այս դարի ամենամեծ խնդիրն է, բոլոր նախադրյալները կան, կա ինտերնետ, կա voice-եր, որ կարող ենք ձայնայիններ իրար ուղարկել, 1000 ու մի տեսակ կա կոմունիկացիայի, բայց 5 կոմունիկացիան այդպես չի տեղի ունենում։ Հա, մենք որովհետև այդ ամենը ամել չենք տեսել։ Մենք մեր ընտանիքներում չենք տեսել ու բացի խոսելուց շրջապատում չկան այդ օրինակները, հա, ցավոք սրտի, նաև լսելը, չէ, ինչքան դժվար է մեզ տրվում։ Ես նկատել եմ, որ հատկապես Հայաստանում եմ ապրում, էս է իմ օրինակը, մեր հասարակության մեջ մարդիկ իրար լսելու եւ ճիշտ ընկալելու լուրջ խնդիր ունեն։ Այսինքն դու կարող ես մի բան ասես, ինքը լրիվ ուրիշ ձև հասկանա։ Էս էլ Զույգի համար կարող է կործանարար լինի, որ դիմացին անդադ կարող խոսել, բայց եթե քեզ չեն լսում, հա, քո խնդիրը չի լուծվի։ Կամ ծաղրել օրինակ, որ կինը լաց է լինում։ Այդ դրա մասին արդեն խոսեցինք, բայց դա է շատ կարևոր։ Ես ասեմ, ես մի ընտանիքից եմ, որտեղ երբ դու լաց էիր լինում, քեզ վրա գոռում էին ավելի բարձր, որ լաց չլինես, այսինքն ոչ ոք չի եկել ասել վայ, Վալիկ ջան, ինչի ես լացում, ինչ է պատահել։ Հստակ բարձր ձայնով ասվել է, որ չի կարելի լաց, այո, լաց լինել չի կարելի։ Սա էլ է, չէ, բերում այդ էմոցիոնալ փակվելուն, որ դու չես կարողանում, դու միշտ մտածում ես, իրոք առողջական խնդիր դառնա։ Դու միշտ մտածում ես, որ դու հələ պետքա տենց փակված միտեղ ստվերում մնաս։ Այո։ Որ իրավունք չունես քո էմոցիան արտահայտելու, որովհետև դա տհաճ է այլ մարդկանց։ Հա։ Ու այդ ամեն ինչը, ել եմ ասում, դու գիտակցական մակարդակով կարողա չզգաս, բայց էմոցիոնալ առումով մեր կողակիցները եկեք հասկանանք, որ բաժանվելու կամ չգիտեմ այդ ամենի մեջ շատ sense ահավոր բան չկա, հա։ Երբ որ մենք հասկանում ենք, որ այդ հարաբերությունը եկել էր մեր կյանք, որ մենք մի բան սովորենք ու շնորհակալ բաց թողնենք այդ մարդուն։ Օրինակ ես, որ այդ որոշումը կայացրել եմ, կամ մենք, հա, չգիտեմ, ես շատ ցամեծ ցանկությամբ, երախտագիտությամբ նաև հասկացել եմ, որ իմ նախկին ամուսնուն այդ ամեն ինչը ինչ որ առումով նաև պետք էր, ու ինձ էլ ինչ որ առումով մենք պետք էր այդ ամեն ինչը։ Ամուսնալուծությունը։ Հա, որ մենք երկուսս աճենք։ Եթե մենք մնայինք իրար հետ, գուցե մեզանից ոչ մեկ չաճեր, բայց այստեղ մենք առանձին երկուսս ինքը իր համար կաճի, հա, ես ինձ համար կաճեմ այն առումով, որ կունենամ նաև այլ գիտելիքներ, որ ես կարծում եմ երբեմն այսպես եմ մտածում, ես վստահ եմ, որ այս իմ առաքելությունն է, հա, որ ես պետքա աշխատեմ կանանց հետ։ Ու ինչ որ առումով ես մտածում եմ, որ հենց այս ամեն ինչն է պատճառը, որ ես ինչ որ դժվարություններ եմ ապրում, ինչ որ շրջաններ եմ ապրում իմ կյանքում, որ ես պետքա աճեմ, ես հասկանում եմ, որ իմ առաքելությունը այս կյանքում, այսպես ասեմ, աճելն է։ Եվ սեփական փորձը ծառայեցնել այլ մարդկանց օգնելու համար, հա։ Ես զգացել եմ այդ ամեն ինչը, իրականում սենց ամբողջ մարմինս փշրակ հաղվելով, սենց ինչ որ սենց այդ պահերով ու
այն ինչ որ իմ այցելուներն են ունենում, հա, որ իրենց կյանքը դու տեսնում ես ինչպես է բարելավում, ինչպես է փոխվում, ինչպես են իրանք իրենց երջանիկ զգում, այն շատ բռնային, բռնության մեջ ապրելուց հետո կամ ինչ որ տարբեր խնդիրներից հետո, հա, կամ զուտ բռնություն չի եղել ընտանիքում, լավա կամ երեխան է, հա, ինչ որ խնդիր ունի, որտեղ ինքն է իրան մեղադրում, որ ինքը չկա, չէ, շատ հաճախ մենք պատկերացնում ենք, որ ամուսնալուծության պատճառը պետք է ինչ որ սենց շատ լուրջ պատճառ լինի, բայց միգուցե լուրջ պատճառը նաև երբ մարդիկ իրար ուղղակի չեն սիրում։ Հա, ուղղակի չեն սիրում։ Ու հենց դրանից էլ գալիս է երևի զգացողությունը, որ դու դիմում ես հոգեբանի, որովհետև չգիտես ինչպես առաջ շարժվել, որովհետև իրոք ծանր բան է, որ կյանքում երկար տարիներ ծեր չկա։ Բացի այդ, մարդը այդ հարաբերություններում ինքն էլ սովորում է, որ ինքը իրան չի սիրի։ Ինքն էլ իր այն որ ասում են մի բարի, քեզ ասել են մի լացի, իրան ասել են մի բարի, մի շարժվի։ Ինքը ասում է շատ ուրախ մարդ եմ եղել, հա։ Շատ ուրախ մարդ եմ եղել, դրսում տրամադրությունից որ ականջականներով երաժշտություն լսեի կպարեի, բայց հիմա ես ասում եմ նեղվում եմ այդ ամեն ինչից։ Ես մտածում մարդիկ ինչ կմտածեն իմ մասին, ու այդ ամեն ինչը դու պատկերացնում ես, ամեն օր ինքը ապրում է։ Ու իր կյանքը բլոկեր է առաջացնում։ Ինքը ոնց է իր կյանքը ու ես իմ կյանքով չեմ ապրում։ Լավ, ինչի եմ ինձ մեղադրում, որովհետև օրինակ ունի երեխաս խնդիր, ես էլ չապրեմ, հա, ես էլ չապրեմ, բա ինչ տեսնի երեխան, ինչ սովորի։ Ավելի լավ չի որ տեսնի մաման ուրախ է, մաման երջանիկ է, որ կարա ինքն էլ տենց կյանք ունենա։ Իհարկե։ Ոչ թե որ տեսնի, հա, այսինքն տեսեք մաման, այդ ոնց որ արևը լինի, հա, արևը։ Ու երբ որ դու տեսնում ես, որ այդ արևը ընդհանրապես չկա, արևը պետքա ինքը տաք լինի, որ կարողանա ջերմացնի, հա։ Առանց այդ դու չես կարա քո երեխային ինչ որ մի հատ էմոցիա, ինչ որ մի բան տաս։ Պատկերացրեք դուք ապրում եք մի հատ աշխարհում, որտեղ միշտ մութ է։ Հիմա որ միշտ անձրևներ ալինում բողոքում եք, չէ՞։ Բայց այդ երեխան չի բողոքի, որ մաման ամբողջ օրը լացում է, մաման ամբողջ օրը մռայլատրամադրություն չունի։ Եվ ցանկություն չունի ապրելու։ Եվ ցանկություն չունի։ Եվ երեխաները դա զգում են նույն կողմը չի լացի մաման։ Ու ինչ եմ ես ուզում եմ իմ երեխան կյանքի նկատմամբ ինչ զգա, հա, ես մտածում ինչ զգա այդ երեխան, ոնց է մնացած իր կյանքը ապրելու։ Ինձ համար այդ շատ կարևոր sense հիմք է հանդիսացել իմ կյանքը վերանայելու, վերաիմաստավորելու։ Ես ինչ եմ փոխանցում։ Մի հատ շատ լավ օրինակ պատմեմ, հա։ Ինձ էլ են միշտ այդպես սովորացել, որ դպրոցից տուն ես մտնում, պետքա փոխես հագուստը, թաքնես տնային հագուստ եւ այլն, ու լավ շորերը պետքա միշտ պահես հատուկ առիթների համար։ Փոքր մեծ առաջին աղջիկաս, հա, տղասա մեծը, հետո աղջիկս, առաջին աղջիկաս այդպես էի ասել ահագին։ Ու մի օր ինքը արթնացավ, 2 տարեկան էր, ու ուզում էր հագներ դպրոց գնա, մանկապարտեզ գնար, այն շորը, որը արդեն մաշված էր։ Ես ասում եմ, բալ, այս մաշվածա չէ, այս լավը հագի եւ այլն, որտեվ արդեն ինքը այն կարգեր, որ ինքը չէր կարա այդ հագներ գնար, ու ինքը ասում է, չէ, մամա, չի կարելի էսի հագնել, են լավերը պահում ենք, ու տեղ, որ արդեն ինքը ուզում էր այդ ծակ մաշված այդ իր հագներ, որը արդեն պետքա, չգիտեմ, ես դեն գցեի, բայց պահել էի, չգիտես ինչու երեխան տեսել ուզում էր հագներ, ես այդտեղ հասկացա, որ այդտեղ խնդիր կա։ Այդ խնդիրը պետքա ուղղվի, ու ես այդ ու էլի sense իմ մոտ այդ ինսայթը եկավ, այդ մտքի փայլատակումը եկավ, որ ես որոշեցի, որ պետքա փոխեմ, իմ խոսքը փոխեմ երեխայիս նկատմամբ, իմ արարքը փոխեմ, որ ես պետքա արդեն մի հատ նայեմ էլի շորեր էր լինում, որ առնում կախում էի ու այդպես էլ լավ օրերի համար էր լինում, այդպես էլ այդ օրերը չէր գալիս, մանավանդ այնտեղ Գերմանիայում, հատուկ առիթ չկա։ Ու ես սկսեցի այդ ամեն ինչը փոխել ու որ իրանք միշտ հասկանան, որ պետք է այս սիրո շորերը հագնել, որովհետև դու չգիտես վաղը ինչ կլինի քո հետ։ Չեմ ասում, որ դու պետք է ընդհանրապես չմտածես վաղվա օրվա մասին, բայց այսօրը չենք թերագնահատում։ Այսօրը պետք է ապրել, վայելել ու ինչքան որ կարող ես, չեմ ասում, որ դու պետք է կոշվից վատնես եւ այլն, չէ։ Այդ ամեն ինչի այդ ոսկե միջինը կա ու ամեն մեկի համար այդ տարբեր է։ Ուզում եմ եւս մեկ անգամ գրքի մասին հիշեցնել, ինչպես կարելի է այն ձեռք բերել եւ ում համար է գիրքը, ում խորհուրդ կտաս չվարանել ու ձեռք բերել այն։
Գրքի կոչը էսպիսին է, բացահայտիր քեզ ի վերուս տրված տաղանդը եւ կյանքդ կնմանվի դրախտի, եթե նույնիսկ ապրես ամենագորշ մարդկանց շրջապատում։ Այդպիսին է գրքի կոչը, հիմա ես ասում եմ ու մարմինս փշաքաղվում է։ Ու ես տեսեք, ես գտել եմ այդ ինչը որ իմ սրտին հարազատ է, հա։ Ու ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը գտնի այն, ինչ որ իրանն է։ Ինքը իրան գտնի ու գտնի այն ինչը որ իրան համար է ինքը կարող է ստեղծվել ուղակի մամա լինելու համար ուղակի որ մամա լինի ու բնությունը տալիս է իրան այդ ամեն ինչը հա ամուսինը աշխատում է գումարը կա ինքը պետքա զուտ վայելի իր այդ մամայությունը գնա ճամփորդի եւ այլն որովհետեւ ամենադժվար գալիս են ինձ մոտ ասում են որ ուզում են ինչ որ գործ եւ այլն բայց բոլորի համար ոչ մի բան իր համար չի ինքը վայելում է այդ ամեն ինչը ասում եմ գուցե նայենք մի հատ որ այդ քեզ ավելի հավես է Ինչի ես նայում որ օրինակ Գոհարը կամ Մարիանան էս են անում, են անում, դու էլ ես ուզում իրանց կյանքով ապրես։ Ես եմ ուզում բան, բայց արդյոք այդ քոննա թե չէ։ Ու եթե երկար ժամանակ sense չէ որ անում չի ստացվում։ Այդտեղ հարցը որ այդ արդեն քոնը չի։ Եթե քոնը լիներ, այդ դու կզգայիր այդ, դու կվայելեիր այդ, դու չէիր հեշտ կստացվեր, լիքը բաներ հեշտ ուրիշ ձև կլիներ, եթե այդ քոնը լիներ։ Համաձայն եմ։ Դու կվայելեիր այդ, դու կզգայիր, որ այդ քոնն է։ Այսինքն գիրքը օգնում է գտնես ինքդ քեզ։ Գրքում ես դրել եմ հարցեր, հա, որը մարդուն ծանոթացնելու է իր ներսի հետ։ Մարդը զուտ կարդալով գիրքը պետք է անկեղծ լինի ինքն իր հետ։ Ու այդ հարցերին ինքը անկեղծ պատասխաններ տա, որպեսզի ինքը կարողանա իր ժամանակը գտնի, ինքը գտնի իրան։ Երբ որ ինքը իր հետ պարզա, որ ինքը ես նստում եմ այսօր ինքս իմ դիմաց ու ինքս իմ հետ անկեղծ եմ խոսում, ինքը հաստատ կգտնի այդ լուծումները գրքի հարցերի օգնությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ Գոհար, հուսով եմ որ հաճախ քեզ կտեսնենք Հայաստանում ու առիթ կլինի սենց հանդիպելու, իսկ ինչ հետ ուզում եմ բոլորին կոչ անել, որ հետևեն քո էջին, որովհետև կյանքի դասեր պարունակող կոնտենտ է ապահովում, ես էլ մեծ հաճույքով հետևում եմ։ Շնորհակալություն, կհանդիպենք։